Ողջույն սիրելիս։ Կարծում եմ բոլորս գիտենք, որ Աստվածաշունչը խորհուրդ է յուրաքանչյուրիս համար, որպեսզի մեր կյանքը ճիշտ եւ աստվածահաճո կերպով ապրենք։ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է, որ զգուշություն անենք այն ամենին, ինչ ենք խոսում, ինչ ենք անում, բայց առավել եւս Աստվածաշունչը մեզ հորդորում է զգուշություն անել մեր սրտին, քանի որ այնտեղից է կյանքի ջրերը։ Աստծո խոսքն ասում է մեզ Առակաց 4:23-ում. ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտից, որ նրանից է կյանքի ելքը։ Հեռացրու քեզանից բերանի ծռությունը եւ նենգավոր շրթունքները, թող հեռու լինեն քեզանից։ Թող քո աչքերն ուղիղ նայեն եւ քո արտևանունքները ուղղված լինեն դեպի քո առաջը։ Շիտակ արա քո ոտների շավիղը եւ քո բոլոր ճանապարհները կհաստատվեն։ Մի խոտորիր աջ եւ ձախ ոտքդ հեռացրու չարից։ Դեք այս ամենը հրաշալի է, բայց ինչպես սկզբում կարդացի, ամենակարևորը զգուշություն անելն է մեր սրտին, որպեսզի այդ սրտի ներսից դուրս չգա ոչ նախանձ, ոչ բարկություն, ոչ չարություն, ոչ չներում, որովհետև իրոք այդտեղից է մեր կյանքի ելքը։ Սիրելիս, այսօր խնդրի Աստծուն, թող ցույց տա քո սրտի խորքում ինչ ունես պահած։ Գուցե այսօր պետք է սրտումդ շաբաթօրյա կանես, պետք է մաքրես եւ դուրս հանես ամեն հինը, ամեն կեղտոտվածը, որ սիրտդ լինի մաքուր եւ սուրբ եւ վստահ եղիր Աստված կուղի քո ճանապարհները եւ առատորեն օրհնված կլինես։ Աստված օրհնի քեզ։